բարև ձեզ, ինչպես Բարև եք։ ձեզ։ Մենք լավ ենք, դուք ինչպես եք։ Մենք լավն ենք, դուք Իբր ինչպես եք իբր ձեզ։ իբր 5 րոպե ստեղ չէինք խոսում մենք էլի։ Լավ, Ну, թար как бы ամեն ինչ պետքա, պրոտոկոլին համաձայն գնամ։ այո, պրոտոկոլին համաձայն ապրես։ Ոնց ես։ Ամ, Ես լավ եմ, մերսի։ Դու ոնց ես։ Դու մի տեսակ Ոնց ա։ ծախում փուլում ես քո կյանքի։ Yes? Հա, Do you think so? հա, you look better ամեն անգամ։ Ասեք ժողովուրդ, տեսքը լավանում է գնալով։ 'Cause I lost weight. Բարի խոսանք այդ մասին, ասում արի խոսանք մեր See? ապրանքին տեսքի մասին չես ուզում։ Ը, Հա, Հա, կնոջ, նիհարել եմ։ մի հատ շաքարով կտրեմ նիհարածդ։ Ուրեմն մեզ նախորդ անգամ վերջապես նեգատիվ կոմենտներ էին գրել։ Ինչի առիթով մենք շատ ուրախացել էինք, որտեվ ինչ հաճելի էր։ Բայց մեր սիրելի հետևորդը, որ մեզ առաջերվանից հետևում է եւ Instagram-ով Հա, էլ ես էլ որ զարմացա նա կապի իրականում։ դուրս գար, տենց մեզ մի թեթև քլենգել էր, որ ես անուշիկ ժպիտով պատասխանել էի ու ինքը ջնջել է իր կոմենտը։ Ինչի համար, պետք չի ջնջել։ Ես իրականում զարմացել էի։ Ինչից որ ջնջել Իրականում էր, թե որ զարմաց գրել էր։ Չէ, ես զարմացել եմ, որ նման կոմենտ ենք ստացել։ Օ, Ա, ես էի զարմացել, միշտերը տենց է, սիրողն է դաղում, բայց ես զարմացա, որ Լսի, ջնջել է, ինչի։ ես ուզում եմ մի բան ասեմ ամեն դեպքում այդ առումով, չգիտեմ, երևի շատ մարդկանց պատկերացումով իսկական հայը պիտի խոսի մաքուր հայերեն։ Բայց եկեք այդ կաղապարից դուրս գանք, որովհետև շատ ու շատ հայեր կան, ովքեր հայերեն լավ չգիտեն, բայց 10 անգամ ավել հայ են, քան Հայաստանում ապրող գրագետ խոսող հայերը։ Էս մեկ։ Երկրորդն էլ հաշվի առենք, որ մեր ոդկասթը կոչվում է Teachers Talk ու դուք գիտեք արդեն, որ մենք անգլերենի ուսուցիչներ ենք ու անգլերեն բառերը մեր առօրյա խոսքի անբաժան մասն են կազմում։ Ու կպնել դրան ու ասել, որ մենք, չգիտեմ, ապրել ենք այստեղ, արել ենք էս ու ընդհանրապես անգլերեն չենք խոսում, դա ընդհանրապես եսի մի քիչ ջան չի էլի։ Հա, ու մեկ է մի բան էլ ասեմ, ես կարողա տենց շատ հանդուգն պատասխանեցի, մեկնաբանությունը հիմնականում ես եմ արձագանքում ժողովուրդ teachers talk-ի էջով, դա դե իր էջով է պատասխանում։ Գիտես, ես գրեցի, որ սա մեր ոդքասթն է ու մեր ալիքն է ու մենք չենք կեղծելու մեզ, հետո դու ասացի, որ համաձայն ես, դու էլ ես տենց կարծում։ Մենք տենց ենք խոսում, իրոք տենց ենք խոսում։ Ես առօրյայում էերով չեմ խոսում։ Երբ որ ես իմ մամայի, պապայի, ընկերոջ ընկերու հետ եմ խոսում, ես սենց եմ խոսում, ոնց որ հիմա եմ խոսում Թադի հետ։ Սա իմ առօրյա լեքսիկոնն է։ Հա, ես Նույնն էլ ես։ փորձում եմ ավելի պարազիտ բառերը հանել եւ այլն, հա, բայց էս մենք ենք ու ինձ թվում է 21-րդ դարում մենք կարող ենք մեր YouTube-ի ալիքում խոսանք նենց ոնց ուզում ենք։ Ու եթե ձեզ դուր չի Ուզում ենք գալիս, ուղղակի։ մենք ձեզ լրիվ կհասկանանք, եթե դուք մեզ չնայեք։ Ընդհանրապես, ոչ no judgment, անգլերեն բառով պետք է ասեմ, no Սկականից։ judgment, Հա, գնացեք նայեք Նազանի Հովհաննիսյանին, շատ լավ խոսում է։ Իդեալական, մի քիչ իմ համար արհեստական, բայց դե սիրուն գրագետ խոսում է։ Այն Ֆայնա Ռանյevskaya հայտնի բանը գիտես, չէ՞, որ ասում է можно быть интеллигентной тварью и можно ոնց է ինչ։ ֆիատը հիշեցրա, որ ասում է կարելի է սիրուն խոսալով հիմար բաներ անել ու Ես էլ եմ խոսալով մոռացել։ ինտելիգենտ, բայց հիշեցի, չէ՞ որ այդ Հա, հասկացա, Բայց հա։ մենք ենք ինչ ենք, էլի, մենք ոչ ոքի տակը չենք փորում, չենք խափում, լիցիմերություն չենք անում, ունեմք լիցիմեր, Yeah։ իրեն ոնց է լիցիմեր, Ամ, երկերեսանիություն, չգիտեմ, մի խոսքով։ Մենք սենցն ենք, սիրում Կեղծ։ եք, սիրեք, չեք սիրում, ոչինչ, Ինչ սիրեք ու սիրեք, մեզ սիրում սիրողներ եք, կան։ Մեզ սիրողներ կան։ ինչ Պիտի համես, ասեմ, որ պատմի քո ա, նիհարելու ուղու մասին, 66 կիլո բերանով ես ասում, 66 իրապես մի հատ մեր նախորդ էպիզոդի մասին խոսենք նախ։ Հատ քլնգեմ Ամ, լավ, Չէ, Սոնայի ընտանիքներն արել մեր հա, ոդկասթը։ հա, Դրական են արձագանքները, ես հա, դեպս էլ ակնկալում եմ իրականում։ Ես շատ սիրեցի Ա, Սոնային։ Թիկունքում եմ ասում, դա քան ինքը մեզ չի նայում, ես իրան շատ սիրեցի։ Լսի, Շատ հա, լավ ինքն էլ նույնը քո մասին ասեց, օտարամոլ ընկերեք եք։ վայբով ասեմ, բառով ասեմ, շատ լավ վայբ ուներ ինքը, ինքը իդեալական բեստիա քո համար, вообще մուա։ Ոնց է, ես ուզում եմ ասել, որ ես ընդհանրապես խոսքի մեջ շատ եմ օգտագործում կայֆ բառը, Նու, ա, ու ավելավա, Սոնային գրեցի երեք, ավելավա գրելու ընթացքում
Աստի շատ կայֆ էր, լսի շատ կայֆ էր։ Ոնց ինձի խոսքի վրա բռնեցի, ասի կարող չպիտի ես սոնային կայֆ բառը գրեի, հետո հասկացա, որ չէ, մենք անգլերեն շատ ուրիշ բառեր ենք օգտագործում, որը լրիվ օքեյ է։ Ուզում եմ ասել, այդ բառերից մի կարճեք։ Հալա։ Տեսեք ով է ձեր դիմաց կանգնած, հայ էլի, Չէ, ուղղակի էդպես։ զարմանալի, գիտես ոնց, այն որ ասում է ամեն ճաղավնե անսպասելի ոնց որ սպասում էինք ու շատ խնդալու Ահա, էր, էլի, ասենք մարդ, ով որ պատժ էր անում մեզ ամեն առաջի օրվա, այնց որ մեզ հիասմունքի կոմենտներ էր գրում, մենք անունը դիտմամբ հա, լիս, ու որ ամեն ինչ այնքան տրամաբանական էր, ես եմ մտածում եք, աղա, ես սխալ էի իմ գնահատումներում, որտեվ ես ու Թադը շատ տարբեր ձև էինք մեզ պահել այդ մարդու հետ, ես ավելի փայկ էի ինձ պահել դիստանցիայով, Թադը ավելի ինկերասեր բաց, բայց դե կերար տեղն է քեզ, դե դե մի հատ ես շատ, տեսի, ինչ։ պատակ եմ անում, տիպը կերար, դե Լեզի, ես շուտվանից եմ ճանաչում իրեն ու չեմ ուզում խոսեմ հայ, մա չենք քննարկում այդ Հա մարդուն։ չէ, Ես պրոստը գիտեմ, որ հաճելի էր ճիշտ լինել հերթական անգամից խոս։ ես ես իրան շուտվանից գիտեմ իր մասնագիտական ուղու մասին, որպես մարդ, ու ես ոքի չի սպասում նման մեկնաբանություն, բայց էլի եմ ասում, նորմալ է, որ գրում են Այո։ մեկնաբանությունները գրելու համար են։ Գրեք Ապրստը ինքնուրույն մի ով որ ջնջեք, մենք երբ որ ունենք, դուք գրում եք մեկնաբանություն, մեր պորտը տեղն եք դնում, հետո մենք էլ ձեր պորտի տեղադրում ես հիմնականում պատասխանում եմ, ամարդ խիեք ջնջում։ Ո՞րն է նպատակը։ Տղավարի թողեք էլի, մենք ո՞նց ենք ամեն ինչ ոնց կա ասում, հանգիստ քնում գիշերները։ ինչ է ուզում ասել, մոռացա գիտես։ Նիհարելուտ մասին, որ դարձ Չէ, նիհարել։ ուզում եմ ասել, ա, գրեք մեկնաբանությունները ինչ ուզում եք, մենք ունենք իմունիտետ, նու ես համենայն դեպս ունեմ իմունիտետ։ Հա, իսկ ես ոչ Ինչ մի բան ուզում եք անձնական գրեք։ չեմ վերցնում։ Իրականում Իմ անձնական չեմ վերցնում, որովհետև գիտես ինչ, եթե հիմա ինչ որ մեկը, հիմա եթե ինչ որ մեկը գա քեզ ասի, որ ես ասենք, չգիտեմ, դեբիլ եմ, հա, ինչ կմտածես, կասես, հա, ճիշտ է, դեբիլ է, բա ինչ է, դեբիլ է, արտակոս դեբիլ է, չէ։ То есть նրանից որ դուք ինչ որ անում ես կկպցնեք, մեր կարծիքը մեր մասին անկեղծ չի փոխվելու, որովհետև մենք չի մեզ լավ ենք փոխվելու։ ճանաչում։ Մենք մեր հետ ապրում ենք տարիներ շարունակ, մենք մեզ գիտենք։ Ես որ ասում եմ ունեմ իմունիտետ, դա իրականում ճիշտ է, որովհետև ես դեռ Հայաստանում որ ապրում եի, ունեի տարբեր էջեր ու ներկայանում էի, հա, կեղծ մականունով, որտեղ ես գրում էի, ժամանակին ես գրել եմ։ Գրողը տանի, չէ՞։ Գրել եմ հայերեն, գրել եմ տարբեր բաներ, ну как бы այդ պատրաստկովի տարիքներ սենց կարիք ունեի արտահայտվելու։ Ես դեռ ժամանակ կայել է, որ ինչ որ էջեր եմ բացի իմ անունով, շատ ոնց ասեմ, անվան հետ խաղացող էջեր եմ ես ունեցել, դաժե շատ եղել է, որ ընկերներից մեկը զանգել է ոստիկանություն այդ էջերի պահով առանց իմ իմանալու ու ես ընկել եմ այդ ոստիկանությունով մեկ հետ եմ վերցրել բողոքը եւ այլն, որպեսզի չխորանանք։ Ուզում ասեմ, ես ունես ճանապարհ եմ անցել այս սոցիալ հարթակում, որ ինչ էլ գրեք մեկ է, որ Չէ, ես ինձ հարուստ ճանապարհ չեմ անցել, բայց ես ոչ մի բան անձնական չեմ ընդունում, որովհետև ես կարծում եմ, որ ամեն մարդու բերանից դուրս է գալիս այն ինչ որ իր մեջը կա, ու նույն քննադատական կրիտիկան կարելի է անել կառուցողական, կարելի է, հա, ու օքեյ, իրականում մեծ մեկնաբանությունը որ գրել է, շատ կառուցողական էր գրած, ուղղակի դրա մեջ մի քիչ նարցիսիզմի նոտա կար, հա, ես ապրել եմ 4 տարի ԱՄՆ ինչ որ քաղաքում Տեղ մի տեսակ ոնց որ այդ փոստը ավելի շատ ոչ թե նրա մասն էր, որ մենք վատն ենք, մենք օգտագործում ենք անգլերեն բառեր, այլ նրա մասն էր, որ ինքը լավն է, ինքը չի օգտագործում։ Ստեղ ավելի շատ մի քիչ ամեն դեպքում միգուցե իմ հոտառությունը ինձ շփոթեցնում է, բայց ստեղ նարցիսիզմի մասն է, որ ես եղել եմ 4 տարի, հա մենք 4 տարի չենք ապրել Ամերիկայում կամ Անգլիայում, ես կար ժամկետներով ապրել եմ Անգլիայում ու ոնց որ կյանքում այդ մասին չէի ասել միջև այս բանը, ճիշտ ասած։ Հիմա ասածս այն է, որ ես հարուստ անցյալ չունեմ թուքում ու ուտելու, բայց ես գիտեմ, որ քանի որ ես շատ ուսումնասիրում եմ հոգեբանությունը առհասարակ, ես գիտեմ, որ մարդը մի հատ կարելի է աստվածաշունչ մեջ բերել, ասում է մեղքը ինչի ինչ որ բերանդ մտնում է, այս հիմնականում պահքի ըհը, ժամանակ ենք ասում, մեղքերը ինչ որ բերանից դուրս է գալիս, հա, խոսքը։ ըհը, ըհը, Ասում եմ, որ come on, լավ էլի։ Ես ուղղակի անձնական չեմ ընդունում։ Ամեն մարդ ունի իր պատճառները, ինչ որ մի ձև խոսելու համար, եւ ես դրանք հարգում եմ, ուղղակի չեմ հասկանում, ըհը, երբ որ հասուն կայացած մարդը
Գրում է մեկնաբանություն, որին որ ես պատասխանում, հետո ինքը դա ջնջում է։ Ինչի համար։ Գրել ես, դե թող։ Միգուցե մարդը հասկանում է, որ սխալ մեկնաբանություն ա գրել Է, դրա համար։ միգուցե այդտեղ պատասխանի մեջ գրի կամ հիմա մեզ գրի, չգիտեմ, միգուցե բորբոքվեցի, միգուցե իրական դուք դեռ YouTube ալիքում ոնց կուզեք կխոսակ, միգուցե, չգիտեմ։ Հիմա ես դրա կարիքը չունեմ, ուղղակի ես միշտ մտածում եմ մարդկանց մասին, ես միշտ մտածում եմ դիմացի մասին, բայց ոչ մի բան անձնական չեմ ընդունում վաղուց։ Okay։ Մենք անընդհատ ուզում ենք խոսենք իմնի հարելու մասին ու Այո, չենք եկե անցնում այդ գովանք կետերին։ թադին վերջապես, թադ, որն է քո գաղտնիք։ Ապլոդիսմենտի։ Լսի, որ ասեմ, ինչ որ գաղտնիք կա, սուտ կլինի։ Ոչ, դու քո Instagram-ում փակ նեղ ընկերներիդ համար post-ով, որը որ այդ հետևորդը չի տեսնում, որը որ մեզ գրել էր ջնջելա, այ այդտեղ փակ post-ով կանաչ զվեզդիչկայով գրել էիր, որ դու իրականում քաղցրն ես հանել, հացն ես հանել, հացն ես հանել։ Հա, դե բայց դա ես ինչ ձևի նոր մեթոդ չի ուզում ասեմ, էլի, Է հանել նոր եմ մեթոդը որը քաղցրը։ պետք է Ozempic Square է, դա նոր մեթոդը։ Լսի, որ ասեմ քաղցրը full հանել եմ, սուտ կլինի։ Ինչ որ բաներ կան, որ իրան քաղցր են, պրոստը երևի կրճատել եմ քանակը։ Հմ, Հացը, հա, հացն շատ sense значительный չափ։ Զգալիորեն։ Ես զգալիորեն հանել եմ հացի քանակ, գալիորեն կրճատել եմ։ ազդում ես իմ վրա։ Հա, ու հետո երևի սկսել եմ ավելի շատ շարժվել ես Ահա, վերջերս։ շարժվել է, հա, իրոք։ Ու այդքան բան։ Գիտես, Մարդիկ կա սովորոս։ երբ որ ես սկսեցի մեքենա վարել, իմ մեքենան ունեցա, ես շատ կտրուկ լցվեցի։ Եթե մենք համեմատենք իմ քաշը հիմա ու երբ որ ես մեքենա դեռ չունեի, մենք խոսում ենք 20 կիլո տարբերության մասին, ու իսկապես իմ ուտելը չի փոխվել, անգամ ավելի քիչ եմ հիմա ուտում, քան այն ժամանակ, բայց իսկականից այդ ֆիզիկական ակտիվությունը իրանն ասում է։ Պլյուս այն ժամանակ ես ջահել էի, աշխատում էի 3-4 տեղ, սենց գնում գալիս էի։ Հիմա ես Ահա, տեսակ տանն եմ, տնից եմ աշխատում, ես չեմ գնում գալիս ու ակնհայտորեն դա անդրադարձել այն ֆիզիկական վիճակի վրա, բայց ես ուզում էի խոսեի մեր արտաքինի մասին, իսկ դու ուզում ես չխոսել։ Կարա՞ ես սոտիկի մի քիչ բզբզամ ստեղ։ բզբզա, Մի քիչ, մերսի շնորհակալություն։ բզբզա։ Հատ, ինչքանով է կարևոր մեր արտաքին տեսքը մեր աշխատանքի համար, մեր հագուստը, մեր լուքը generally։ Դե նորից մի բան կասեմ, երևի մի քիչ կաղապարներից դուրս։ Նայ, вообще ասում են ուսուցիչը պետքա լինի միշտ հագու կապով, սիրուն հագած եւ այլն եւ այլն։ Ա, Հա, ուսումնական հաստատություններ կան, որտեղ իրոք պետքա դու ներկայանաս պատշաճ հայաստ, ինչ որ չգիտեմ, Մгм, կոստյումով, դասական մгм, շորերով եւ այլն, բայց ես չեմ մտածում, որ օրինակ tutoring-ը, չէ՞, մենք on-line ենք աշխատում։ մгм, Ես չեմ մտածում, որ այդ ամեն ինչը բարդ պետք է անել։ մгм, Ասեմ ինչի։ Որովհետև ժամանակի ընթացքում դու քո աշակերտների հետ մոտիկանում ես, չէ՞։ Դու սովորում ես։ Օրինակ ես շատ ժամանակ, շատ ժամանակ, ես չեմ ասում տկլոր եմ նստում, չէ։ Ա, Օրինակ, նայ, դու Դու դասերը հիմա տեսա, ներքևը շորտիկով ես, տան շորտիկով ես, թե կուլտուրական շալվարով ես։ շորտիկով։ Մгм։ Ա, То Դու есть վերևը սոտիկի վերնաշապիկը, տակ շորտիկ։ դե բան նույն բանն ա ասենք, ի՞նչ Շորտիկի տարբերություն կա։ պատմություն ունեմ պատմելու հետո, հա։ Այո, լսի։ Դու դասերը ոնց ես անում, նստած միշտ։ Կստացի, երեք ես ունեի շատ ուժեղ գլխացավ ու ես Մгм։ դասերիս մեծ մասը ուղղակի չէի կարողանում նստել, ես պարկած էի անում, բայց սենց պարկած չէ, սենց ոչ թե սենց կոմպը գրկած պարկած էի, Չէ, այլ դենց չէ։ փորի վրա պարկած, այս սենց էլի ոնց որ ու ասում Մгм։ եի կներես իմ Մարիային, ռուսա, ուկրաինացիա, չէ, ռուսա, Գերմանիայում ասում Մարիա ջան կներես, վրես հալ չկա, ու տխկում եմ, չեմ կարողանում նստել, դու պարկած է անում։ Չէ, հիմնականում ես հիմա սենց աթոռին եմ նստած, բայց ես շատ հաճախ լինում եմ իմ աշխատասենյակում, գիտես, բասկաթոռին, ոտերս խաչած, մեդիտատիվ լոտոսի դիրքով, դա իմ սիրած դիրքն է։ Հա, չէ, միշտ չի որ նստած է, լինում է եւ պարկած, ուշ ժամերին, ասենք 9-ի դասը, սուրենչոյոս,
կամ Մարիան, հիմնականում Եվրոպայի կոնտինգենտի հետ փորի վրա պարկած, որտեղ շատ հոգնած եմ, սենց դնում եմ կոմբո, ասես պարկում եմ, դաս եմ անում։ Նայ, ես ընթացքում կարամ նստեմ, կարամ պարկեմ, բայց փորի վրա կյանքում չեմ կարա դասանեմ, որովհետև հետո վիզս ինձ քիչ ամանում հայոյի դրանից հետո ես կարամ պարկեմ մեջքի վրա, կոմպյուտերը պատստավկով դնեմ փորիս վրա, Հետաքրքիր։ մերսի ասենք, մերսի ասենք փորիկին, որ ինքը մի քիչ բարձրոտ է ու բարձրացնում է կոմպյուտերը։ Ու ինքը sense ոնց ասեմ, այսինքն դիրք է ստացվում, տպավորություն է ստացվում, որ դու նստած ես ու Հմ, как бы ֆոնը հետևից փոխած է։ հմ, Շատ ես ինչի եմ էտանում, որովհետև ես երկար չեմ կարողանում նստեմ։ հմ։ Երբ որ ես երկար նստում եմ, վիզս եմ sense անում, sense եմ անում, sense եմ անում, մի խոսքով Իսկ դու գիտես, ու ասա կհիշեմ, կներես, խասյաթա։ տարբեր տարբեր աթոռներ եմ ես ունեցել ու ոնց որ sense ես հասկացել եմ, որ պարկած վիճակը սոտեկի ու հետո կներեք, on-line ենք աշխատում, մեր վրա ենք աշխատում, կլինի ոնց ուզենք տենց էլ աշխատենք։ Բարի Don't դեռ judge։ աշակերտը օքեյ է դրա հետ։ Հա, իհարկե։ Ես Օրինակ, Սամվելից սովորել եմ կանգնած աշխատել ու մեկ-մեկ որ հարմար առնում, բարիստոյկայի վրա եմ դնում լեփթոփը, իմը լեփթոփ ա ոնց որ քանը, դե մենք հարուստ ենք, գիտես։ Թազա հարուստներից ենք, MacBook-ա։ Հին հարուստներինը բանա, չէ՞, Mac-ի բանն է, պրյամը, iMac-ն է։ այդ iMac-ն է։ Դա հին հարուստներն է։ Մերը MacBook-ա։ Ես դնում եմ սենց իրան պրոստը, այս սենց ստացվում է բանի վրա, այդ բարիստոյկայի վրա։ Ու շատ հարմար է կանգնած, էլի ինձ ակտիվ է պահում, մեկ էլ դե արդեն հիմա ամառա շատ հաճախ պատշգամբում եմ դասեր անում, Ըհը։ ընդեղ էլ էլի Նայ, երևի ես նստած շատ դաշ չեմ անում, նաև պատճառներից մեկը այն է, որ իմ սենյակը փոքր է ու ժամանակավոր սենյակ է։ Ա, Ես այստեղ ոնց որ ասած վերջնական sense չեմ equip equip արել։ Ահա, Վերջական equip չես արել, be true հա, to yourself։ վերջնական Մենք չէ, ենք հա, ինչ ենք, ու մենք լավն ենք ընենց ոնց որ ենք։ okay, չեմ արել, equip չեմ արել ու դրա համար կոմֆորտ չի։ Հմ, Հա, դրա համար չեմ ինչ որ sense բերում խցկում ամեն ինչ դե որ կարողանամ։ Մի խոսքով փոքր է։ Դրա համար հələ որ sense եմ անում։ Օրինակ, բայց հետագայում ես հասկանում եմ, որ սենակը որ վերջնական սարքեմ, լինելու է ավելի մեծ, լինելու է աշխատատեղով, ամեն ինչով, կլինի դա ամեն ինչը, բայց ես չեմ պատկերացնում նստած դաս անեմ։ Դու պատկերացնում ես 8 ժամ մարդ նստի։ Լսի դե 8 ժամ նոստոպ դաս ես անում իրար հետևից։ Ա, չէ, բայց լինում է որ 6 ժամ եմ անում non-stop։ Չէ, իմ մաքսիմում նոստոպը 3 է։ Ես հիմա լկստված եմ ապրում։ Մի հատ Ահա, շորտի հետ կապված ուզում եի confession անեի։ Ուրեմն դե դե, արդեն 5 տարի անցել է, կարելի է, չէ, հանգիստ ըհը, Շան ուրեմն երբ որ ես երիտասարդ չունեմ, երբ որ ես Ամերիկանում էի աշխատում, այնտեղ դասերը 3-ից 6-ն ու 6-ից 9-ից էին իմ աշխատած ըհը, դեպարտամենտում ու ամռանը ըհը, հաճախ 6-ից 9-ից դասերն էի մենակ ունենում ու ասենք ամբողջ օրս ազատ էի լինում, մեկ էլ այդ երեկոյան հա, դասն էի անում։ Հիմա դու կողքից մեր նկարն ըհը։ ես սարքում, մի հատ իզլիս հետաքրքիր խնդալու բան եմ Լսի, ինչ էս ինչ ստրես ասենք, լսի, ասի վարքյանական անեմ ուղարկե։ Լսի, ուրեմն անունը չեմ տա այդ ժամանակվա ով էր իմ տնօրենը, բայց իրականում խնդալ պատմություն է, որտեղ մեկ-մեկ ես Ահա, այդտեղ կար Հրազդան, հիմա կոչվում է Պրեզիդենտ այդ հյուրանոցը, կար Հրազդան ըհը, հյուրանոցի բացօթյա լողավազան, Պրոշյան, Նայիրի մոտ հիվանդանոցի, ես այնտեղ գնում էի լողավազան, դե շոկ էր, օգոստոս ամիսն էր, ես էլ աշխատում էի, համասանը փակ էր, մենակ ես էի զատո աշխատում, մի երկու հոգի, ուրեմն բանը գնում էի լողավազան ամբողջ օրը, հետո լողավազանից հետո տենց բփրեչ մազերով, քլորոտ, ինչ-որ բրեջ։ կուպալնիկով չէ, նորմալ հագնվում էի ու գնում էի դասի ու տենց մի երկու անգամ եղել է, որ այդքան է նորմալ չէի հագնվել, ինչ նկատի ունեմ, սարաֆան, այսինքն ամառային սովորական սարաֆան, որը իմ պատկերացմամբ հարիր չէր ամերիկյան համալսարանում այդ շորով դաս անելուն, բայց դա միայն իմ պատկերացմամբ, որտեվ այնտեղ լիքը ավագ ֆակուլտետի ներկայացուցիչներ անում են շատ կած շորտիկներով, տղամարդիկ, ինչ որ թափանցիկ շորերով, ինձ իմ աշակերտները ցավոք սրտի նկարներ էին ցույց տալիս
գալիս, ես չէի հավատում։ Բուկվալը 2-3 անգամ ա եղել, որ ես իմ կարծիքով անհարմար շորով եմ գնացել, ու հիմա հերթական անգամն եմ մտնում եմ, ասում մենակ թե հիմա ոչ ոքի չտեսնեմ, ամաչում եմ ու հանուն արդարության ասեմ, որ ես քիչ մի գինով ցած էի այդ ժամանակ, որովհետև Угу. դա իմ ծննդյան օրն էր ու ես մի բաժակ գարեջուր էի խմել կամ երկու բաժակ ու գնացել էի գործի, ուրեմն մտնում եմ ամերիկյան հին մասնաշենքից, այս դուռը բացում եմ, ասում եմ, ու զգում եմ, որ ես թիպսի եմ։ Հա, հենց թիպսի եմ, քիչ մի գինով ցած չեմ, իմիննավոտ թիպսի եմ։ Հիմա ասես թիպսիա դու դուռը բացում ասում եմ, թե ոչ ոքի չտեսնեմ, մենակ թե ոչ ոքի չտեսնեմ, մեկ այդ պահին դեմս է դուրս գալիս, իմ հետ ժամանակվա տնօրենը, ու ես եմ որ ուզում եմ սենց գետինը բացեմ մտնեմ վերևից փակեմ, որտեվ համ խմած եմ, համ քլորոտ ինչ-որ խուճուճ վազերով եմ համել, բայց նորմալ պատրաստված եկել եմ դասս անելու, like I'm fully committed իմ դասին, ու սենց ասեմ ասվածիմ հեսա կասի աղջիկ ջան, նորմալ չես, ես եկասեմ դե լավ ծնունդս է բանման, Սացիկը ոչ ոչ ասես ա պրիվետ, ոնց ես ծունդը դա, չէ՞ շնորհավոր ծունդ, բախես եկե գործի գնա ֆրֆրա, ու սենց ասեմ ինչի կարելի է, ու ինքն էլ շորտիկով էր եկել գործի, օգոստոս ամիսները, в общем շատ խնդալու էր։ Լսի, բայց ինչ է ուզում ասել, մտքիցս թռավ։ Մեր հագնվելու հետ կապված մի բան կասեիր։ Լսի, բայց this is life։ This is life, չէ՞, կալա չէ։ Օրինակ ես նայ Ասեինից մի բաժակ գարեջուր խմած ու արևի տակ ամբողջ օրը եղած գնալ գործի։ նայ ա, ա, մենք արի все-таки ընդունենք այն փաստը, որ ոչ դու ոչ ես ֆուլ հայկական մենտալիտետով ապրող մարդիկ չենք։ Բարեբախտաբար։ Բարեբախտաբար, այո։ Այո, կան ինչ որ Քարթու բաներ, որոնք որ մենք share ենք անում, լավ ենք անում։ ու մենք հա, ու մենք դրանց հետ օքեյ ենք, բայց ֆուլի մենք օրինակ տես, ինչի օրինակ Ամերիկա կամ Եվրոպա եթե նման բան լինի, ես չգիտեմ, այնքան թեթև է նայեմ դրան, օքեյ, խմած եկե դասի։ Դասը արեց, ինչ որ մեկին վնասելա, չէ, վերջ։ Հա, բայց եթե մի անգամ է դա, ոչ թե քրոնիկ արփած ես գնում։ Բայց դու գիտես, բայց քեզ սենց ասեմ, եթե ես դեպքեր եմ իմացել, երբ որ մարդը քրոնիկ եկել է կիսահարփած վիճակում դասախոսության դասերի, բայց իր լավ մասնագետ լինելու համար իրան չեն հանել, որովհետև Հայաստանում։ ինքը չէ, Հայաստանում չէ, դրսում ու այստեղ շատ մարդիկ կան, ասենք որ գալիս են sense թափթփված բան, բայց ինքը իրականում գիտես, էդի այն որ ասում են, գենի որ լինում է, գենի, այդ մարդկանց բնորոշ գծերից մեկն է թափթփված լինելը, անկապ sense վիճակով լինելը, ու ոչ միշտ է, որ ասենք, չգիտեմ, խելքագլխի մարդը, նու խելքագլխին չէ, լավ, հենց գենի ասած է, genius, չգիտեմ Ահա։ հայերեն ոնց է գենի, ոնց են ասում գենի հայերեն, Գրեք մեզ մեկնաբանություններում հարգելի քլնգողներ։ իրանք ասենք միշտ տենց վիճակով են ու կգբը շատ ժամանակ աշխարհը օքեյ է նման դեպքերի հետ։ Ահա։ Ես չեմ ասում, որ պիտի սենց սահմանը անցնի, հասկանում ես, այնտեղ կա Հա, այդ ոսկե միջինը։ Դրա համար լրիվ օքեյ է այն հիմա հետ։ հասկանում եմ քեզ։ Ահա, Սա դու բայց հանցանք չես գործել։ չէ, Մի ուղղակի մտի գետինի ու մի փակի, քեզ խնդրում եմ։ Չէ, չէ, ուղղակի Դմրի։ այդ պահին, որ բանը, այդ վատ էի զգում ինձ մտածում էի հեսա ինչ կասի ու տեսա, որ ինքն էլ տենց chill վիճակով եկել էր, շատ հավես էր, շատ Ահա, հետաքրքիր էր։ ահա, Բայց քանի որ դու չես ուզում, որ մենք մեր արտաքինից խոսենք, արի խոսենք մեր տրավմաներից, մասնավորապես ուսուցիչների տրավմաներից, որպես ուսուցիչ տրավմաներից եւ ուսուցիչների հասցված տրավմաներից, եթե օքեյ ես, որտեղ մենք մի քիչ ահա, անգամ անդրադարձել էինք քո անձնական փորձին, բացասական, ես էլ ունեմ այտենց փորձ, ես ուզում եմ պատմել իմ երաժշտության դասատուների մասին ու իմ եզդայի դասատուի մասին։ Հիմա բանա, ես սկսած թերապիա սկսվում է։ Թերապիա սկսում սկսվում։ եմ։ Ես սկսում եմ։ Давай։ Ամ, Ես չեմ ուզում միանգամից անցնեմ այդ պատմությանը, ես մեծ sense introduction կանեմ ու կասեմ ընդհանուր իմ կարծիքը այս ամեն ինչի վերաբերյալ։ Ոնց ուզում եք հասկացեք, հարգելի հետևորդներ, հարգելի մանկավարժներ եւ հարգելի ուսուցիչներ, դասախոսներ, պրոֆեսորներ, դոկտորներ եւ գիտության տեխնացուներ, Դոցենտներ, ակադեմիկոսներ։ դոցենտներ, ակադեմիկոսներ, մի խոսքով, ոնց ուզում եք հասկացեք, բայց մեր Հայաստանում խելքը գլխին
ու նորմալ մանկավարժ մատերի վրա հաշված դուք կգտնեիք։ Լուրջ եմ ասում, մատերի վրա, որովհետև ես ինչ եմ հասկացել, այսքան տարի անցել է, ես ամեն անգամ sense մտքովս անցնում է, հասկացել եմ, որ մեր մանկավարժները ճակերտավոր ասած խոսքով աշխատել չգիտեն։ 90%-ը իրանք չգիտեն աշակերտի հետ խոսալու ձև, չգիտեն մոտեցում, ու երբ որ իրանք այդ կարգի թերի են այդ ամեն ինչի մեջ, չեն կարողանում աշակերտի հետ այդ կոնտակտը ը, իրականացնել, իրանք անցնում են ձեռքերի, օգնությանն են դիմում։ Նայ, ինչի են չոբանները մեկ-մեկ կովերին փետով սենց բզում, որ իրանք գնան էսկոմ, կամ չգիտեմ, որ չմտնեն էս ինչ տեղը, որովհետև չեն կարող, չէ, հասկացնել, մարդը չի կարող խոսա հետը։ Իմ համար այդ հավասարազորը դրան, օրինակ եթե ուսուցիչը անցնում է ձեռքերի օգնությանն ա դիմում, այդ նշանակում է ինքը այնքան incompetent վիճակում է, որ պրոստը որոշումը ծեծի, Գիտես, ոչ միայն մենք ֆիզիկական պատկերացրու։ բռնությունը, այլև մենթալ բռնությունը, երբ որ ասում որ դու դեբիլ Այո, ես, չես կարա, դու հիմար ես, դա էլ է կործանարար մեր համար։ միանշանակ, դու պատկերացրա ինչքան ինչ սարսափելի է, էլի, մենակ այն որ ինքը կարա դիմի ֆիզիկական այդ Մгм. բռնությանը։ Ու ես այստեղ ամ, մտքից թռավ ինչ ես ուզում ասելս, Ֆիզիկական բռնությունը, որ իր մտքով անցնում է։ մտքով անցնում է, ու նաև որ դու ասում ես այդ խոսքով, հա, Ըհը։ որ մարդիկ գտնվում են, որ ասում են լավ է անում, բայց այդքան մարդ, որ 31 հոգի լինի մի դասարանում ու չլսեն, ինչ պիտի լինի։ Հա դե կարող է ես եմ կամ չգիտեմ ընտանիքիս անդամները իրան խնդրել են, որ ինքը դառնա մանկավարժ։ Ըհը։ Դու գիտես ինչի ես գնացել, Այդ մենակ դաստանը չի։ մանիպուլյացիայի ձև է, էլի խղճահարություն արթնացնելու, բայց դու ինչի ես ուզում լինես այդ ուսուցիչը, ում որ խղճահարությունից ելնելով պետքա ասենք, չգիտեմ, ինչ-որ մի բան անեն, не знаю։ Նայ, այստեղ որ սկիթ կանես մենտալիտետին անի, Ըհը։ ասենք գադա, գադա մի խոսա ֆրահլը, կամ չգիտեմ, ես միգուցե իմ ասածները շատ sense փափուկ ու ռոզվի են թվում, հա, sense Ըհը։ գադա չասես, Ըհը։ աղջի չասես, Ըհը։ բայց երեխեք եկեք համաձայնվեք, որ այդ աննորմալությունն է, այդ աննորմալ երևույթ է։ Ես ինքս ենթարկվել եմ համ այդ ոնց են ասում մենթալ, Ֆիզիկական եւ մտավոր բռնության, էմոցիոնալ։ այո, ֆիզիկական եւ էմոցիոնալ բռնության ժամանակին, երբ որ ես եղել եմ 7-րդ դասարանում, ես ենթարկվել եմ դրան, ու այդ ինչ որտեղ այդ ամենագլխավոր եղել է մի անգամ, բայց շարունակական եղել են դեպքեր, երբ որ իմ մաթեմի ուսուցիչը իրան ինչ ասես թույլ չի տվել, ու լավ ձեռներին էլ է ազատություն տվել։ Զուտ խոսալու համար։ Նենց չի ես եղել եմ այն աշակերտ, ում ծեծել են միշտ։ Ես չգիտեմ ուղղակի։ Ես այդ մեթոդին ես դեմ եմ։ Ախր այնքան Ես կործանարար կարան լինեն ուսուցիչները աշակերտների համար։ Պիտի ուսուցիչը այդ պատասխանատվությունը զգա, որ իրա, օրինակ ես երաժշտականս ավելի շատ կսիրեի։ Ես շատ եմ սիրում երաժշտություն։ Իմ բոլոր ընկերները կփաստեն, որ ես ռեժիմով իրանց ասեմ եկեք գնանք այս համերգ, են համերգ, դասական սիմֆոնի։ ըհը, Բայց իմ բախտը չի բերել երաժշտության դասատուների հարցում, իրանք երկուսն են եղել, ու երկուսն էլ իսկապես մի քիչ շեղումներով էին, լուրջ։ Մեկի ըհը, աղջիկը կոնկրետ հոգեբուժարանում էր ու ինքը դրա ֆոնից ինքն էլ մի քիչ բան։ Դրից լուրջ բաներ եմ ասում։ հա, Ես հասկանում եմ, որ ես երեխա եի, ես ծույլություն էի անում, բան, բայց չգիտեմ, ինձ թվում է կարելի է ձև անել, բան անել, վերջերս ծնողի հետ խոսել, բայց ես հիշում եմ, որ ես լավ չէի նվագում, շատ էր ջղայնանում, ձեռքերիս էր խփում, երկու անգամ եղել է։ Կարող է սենց չխփեր, բայց սենց դաշնամուրից սենց հետ տաներ ձեռքերս դաստակներից բռնան, դրանք իսկապես տրավմաներ են։ Ուզում եմ իմ կյանքի խոշոր տրավմաներից մեկի մասին պատմել, հիմա կզարմանաս դու, բայց դա իմ վարորդական դասընթացի դասատուն ա եղել, ով որ ինձ բարեկամ է, հերու բարեկամ է, եթե մեր բարեկամներից ինչ որ մեկը նայի այս վիդեոն կհասկանա ում մասին է խոսքը, երբ որ ես 18 տարեկանում մեքենա վարել էի սովորում, մեխանիկական փոխանցման տուփով մեքենայով ու ես կոնուսը չկարողացա պահել ու տենց անսամթ բաներ էի անում, իրականում ամբողջ իր հետ երևի 10 ժամ եմ սովորել
Ու երբ որ ինքը ասում էր, որ դու մի անգամ նենց հիշում եմ, ասեց դեբիլ ես չես հասկանում, այդ իմ համար ահա որ մեծ բռնություն է։ Ես հասկանում որ դեբիլ բառը շատ ընտանիքների առօրյա խոսակցականն է, բայց ինձ կյանքում դեբիլ մի անգամ են ասել, էդ ա եղել։ Բայց առաջ ու հետո ես օրով հիշում եմ դա երբ ա եղել, էլի դա եղել է 2009 թվականի օգոստոսի 30-ին։ Որտեվ դա առաջի վերջ անգամ ինչ որ մեկին ինձ դեբիլ ասեց։ Ու ես ով որ եղել եմ միշտ գերազանցիկ, տենց սովորող կրծող ընտանիքի prodigy child-ը եւ այլն, ու իրան ասում են դեբիլ, դու քշել չգիտես, դու ավտոն չես կարում զգաս, ես ինչ արեցի։ Ես 10 տարով չքշեցի։ Ես ուղակի ընենց կոմպլեքսավորվեցի, լինելով 18-19 տարեկան։ 10 տարին խաբեցի փաստորեն։ Մի 6 տարի չքշեցի այդ տրավմայից։ Ու հետո ես ուղղակի հիշեցի, որ իմ իսկապես դմբլդող ընկերուհիները քշում են, իսկապես դմբլդող են, եւ որ տենց մի քիչ անջատված են։ Ասեցի դե ես էլ կքշեմ։ Ու ես այս գեշտալտը փակեցի, երբ որ այս մարդը նստեց կողքս, մենք ընտանիքով տեղ էինք գնում, ասեցի, չէ, պետք է դու իմ կողքը նստես ու դու տենաս ես ոնց եմ քշում ու ասենք դիքի վրա քիփ պարկով կանել սենց մոտիկ, հետո վերջում ասացի, հեն, դեբիլ եմ, թե ավտոն զգում եմ, ինքը չէր հիշում ինքը ինչ է ասել 2009 թվականի օգոստոսի 30։ Այդ ընդհանրապես իրան չի արդարացնում։ Բայց ինքը հասկանում է, ես Մ, իր բարեկամն եմ, ինքը թե իր բարեկամի հետ է տենց իրան պահել, ինքը ուրիշների հետ ոնց է իրան պահել։ Ու Դե ոսը դե բարեկամա կարելի է, լավ չի նեղանա։ դե բարեկամը փաստացի 6-7 տարով բլոկ ընկավ ավտո քշելուց։ Ու հետո երբ որ ես քշում էի, ես հիմա ավտոմատ փոխանցման տուփով մեքենաներ եմ քշում, մեխանիկա այդ ժամանակվանից չեմ քշել։ Ու ինձ դեռ թվում է, որ ես կոնուսը չեմ պահելու։ То есть այսպես տրավմա, իմ մոտ այս երկու անգամն ա եղել բռնություն տրավմա ուսուցչից, ինձ թվում է ուրիշ չի եղել։ Ու ես իրանք իմ համար կործանարար են եղել, կործանարար ուղղակի, ահա որա։ Եթե իմ աշակերտներից ինչ որ մեկը կնայի, սա ու կհիշի, որ ես իրան տրավմա եմ հասցրել որևէ ժամանակ, խնդրում եմ, գրեք այդ մասը, որովհետև ես չեմ իմացել, որ ես այս տրավմա եմ հասցնում։ Ես վստահ կարող եմ ասեմ, որ երբևիցե լսի դասավանդման ընթացքում ես ինչ-որ մեկին կոպիտ չեմ դիմել, երբեք։ Դե ես է կոպիտ չեմ Հա, օքեյ, կարող է ընթացքում ասել եմ, are you crazy? դիպետ հեչ։ Կամ չգիտեմ, հա, այդ օքեյ է, բայց մնացածները չէ, դες բան չի եղել։ Դուք պատմեցիք քո տրավմայի մասին, բայց ես ուզում եմ պատմեմ նաև իմ դեպքը։ Լավ Դու է։ դրա մասին տեղյակ ես, բայց ես ուզում եմ պատմեմ, ու Այն եթե անգամ մի ես քիչ իմ ես պատմած, պատմել։ օքեյ, եթե ես իմ պատմածը հասնի, չգիտեմ, այն վերևները կամ ինչ որտեղ կամ այնքան ուրախ կլինեմ, անկեղծ եմ ասում, because I don't give a You don't give. Mhm. Yes, I don't give a You keep um, them to yourselves. Քեզ պետք են դրանք։ yes, Yes։ yes, այո, um, 7-րդ տոլի 6-րդ, ես չեմ հիշում որ դասարանում եմ եղել, բայց ցածր դասարաններն էին, հիշում եմ լավ հայոց եկեղեցու պատմության ժամ էր, երբ որ ես նստած եմ 3-րդ նստարանին պատոհանի մոտ, դասընկերուհուս կողքին, Թամարայի կողքին էին նստած, Թամարան երկար մոզեր ուներ, լսի, Վեց երկար են, ոչ մոռա եւ երկար մազ։ Թավարան չի նայելու, ես վստահ եմ, որտեվ ես իրան դրուժ եմ տալի ինքը ընդունում, մի քիչ ասում է ջնջում է։ Չի նայելու, so, բայց ամեն դեպքում, հլո։ Ինքը ինձ միշտ տնային էր ասում, զանգում ասում, համարը մի շեյ հիշում եմ, լսի տան։ Մի խոսքով չշեղվենք։ Այդ ժամանակ ես վստահ կարամ ասեմ, որ ես բարձր ոչ խոսացել եմ, ոչ էլ խանգարել եմ դասապրոցեսին։ Կողքիս նստած աղջկանից ուղակի երևի գրիչ ինչ որ մի բան ուզեցի, որ ինձ պետք էր, ես չգիտեմ խի էի ուզում, բայց ես շատ ժամանակ դասերի ընթացքում լուր նկարում էի։ Մեկ պատմում էր, ես նկարում էի, ես չէի ուզում լսել, որ նույն բանը 100 անգամ, այո, ես այդ ժամանակվանից պիթի եմ եղել։ Ես նույն բանը 100 անգամ չեմ լսել, ես զբաղվել եմ իմ գործերով։ Հետո Նկարել։ բայց ասենք որ պիտի, բայց հետո որ ես որ պիտի գնա պատմի, ես գնում էի չոտքի պատմում էի, ոչ մի խնդիր չունեի դրա հետ։ Մի խոսքով, այդ հարցնելու ժամանակ ընկեր Ղազարյանը, ով մեր եկեղեցու պատմության դասատուն էր, մա ցենց ձեռով, բռունցքով մտնեց հարված է հասցնում թևիս, որ ես այդ կպահին ինչ-որ կապրիս վիճակի մեջ եմ ընկնում, թե խի ես դու ինձ խփում։ Ես սկսում եմ լացել, ու այդ լացելու ժամանակ, որ սենց դու որ սենց գլուխը դնում ես ու սկսում ես լացել է, այնքան լենել է։
Գիտես, ինչ եմ ասում, որ նստարանի վրա սենց հենվում են ու սկսում են լացել կամ սկսում են կամ որ վատ են լինում մարդիկ։ Լացում եմ ու ես ասում եմ էլի, ես քթիս տակ խոսում ասում խի ինչի ծեծեցիք իրավունքը դրա չունեք եւ այլն, ինքը էլի այդ պահին խփում է։ Այդ ժամանակ արդեն ես սենց ոնց որ սենց հետևի սա խփում տորիս տես մասի սա խփում, բայց ես իրա թաթը վրա զգում եմ էլի մի քանի անգամ դες տալիս է ու այդ իմ լացելու ժամանակ ինքը խփում է։ Այն կարգի ուժեղ է ինքը այդ անում, որ ոնց ասեմ, ես փոխարենը լացի հանգստանա, ես լացում էի ավելի այդ բանալում ինքը չէր հանգստանում։ Ես չեմ հասկանում իր մոտ ինչ անբավարար վիճակ էր, կամ չգիտեմ, այդ օրը ձախ ոտքից էր հել է ինքը, ըմ, ընտանիքում իր ինչ էր տեղի ունեցել, բայց ինքը սենց հիստերիկացած վիճակում էր, չեմ վախենա ասեմ, ըմ, չնայած դրան, որ ես իր ինքը ուսուցիչ է եւ այլն, ես իր հանդեպ ոչ մի հարգանք չունեմ, թող ինձ կներեն բոլորը, ու դա չդիտարկեք որպես անդաստիարակ ինչ որ վիճակ։ Ես այդ մարդու հանդեպ հարգանք չունեմ, որովհետեւ ես ուղիղ հաշվի, եթե 2007 թվին եղել եմ երրորդ դասարանում, 6-րդ դասարանը 2014 10 թիվն է եղել, 10 թիվն է եղել, հա, 2010 թիվը, թող լինի օքեյ։ Պատկերացրա այդ ժամանակվանից մինչև 2022 թիվ ես անընդհատ այդ դեպքը հիշում էի, ասես մեկ մորմորովը սարսուռ էր անցնում, լուրջ եմ ասում, ես այդ վաղտ չեմ հասկացել, որ այդ բռնություն է։ Ես այդ ժամանակ չեմ հասկացել, որ ինչ որ վատ բան են իմ հետ անում, հա, սենց ասեմ։ Ոնց որ են լինում են, ժերտվ նասիլիե, որ մի քանի տարի անց մոտ հասկանում են, որ իրանց բռնաբարել են։ Իմ մոտ նոր հասավ, որ ինձ կոնկրետնի դնգստել են, ես տնեցիկին չեմ ասել, ու մենակս այդ ամեն ինչի մեջով անցել եմ, Իսկ քո որտեվ դասարանցիների արձագանքը ո՞րն էր։ ոչ մեկ չէր կարող խոսալ, այդ ժամանակ ոչ մեկ տեղյակ չէր այդ բռնություն եւ այլն, sense Իսկ էլի անկեղծ ա շատ էր եղել, որ ուրիշ երախու հանդեպ տենց վարվել։ լիքը, լիքը ինքը չէ, բայց լիքը եղել են տարբեր, ուղղակի չեմ ուզում ես պատմեմ Ուժս, ուժս, չէ, իմ դպրոցում դա եղել է, ես մի անգամ մի դեպք էլ կպատմեմ։ Մի խոսքով, այդ 2022 դեպքին այդ գիտակցումը մոտս եկա, որ սոտիկի ես սրա հետ պիտի մի բան անեմ, որտեվ անընդհատ ցենց հիշում եմ ու ընկնում եմ բանի մեջ, գրեցի ես իրան, մի ասած մեծ երկար տեքստ ամեն անգամ մտնում է էջը նայում, ասում ես ինչ անում ինքը ուր է հասե, как бы մարդը դառել է ավագ դպրոցի տնօրեն, ինքը դարձել է ավագ դպրոցի տնօրեն, սկզբից դարավ ուսմասվար, հետո դարձավ տնօրեն, բայց ես մտածում եմ, եթե ես այդ ժամանակ այդ գործին ընթացք տայու խոսեի, ինքը երևի ինչ որ sense առաջ չէր գնա այդ կարիերնի լեսնիցայով, գիտես։ գիտես, այդտեղ հարցը կարիերի լեսնության չի, այդտեղ հարցը ինչքան կյանքեր է ինքը խորտակել, որտեվ թքած թե ինչքան գումար ինքը կվաստակի, ինչ սոցիալական տնտեսական դիրք կունենա, բայց ոնց են մարդիկ մի երկու վրիպակով, հա, վարքի մեջ մեզ կործանում, դες այդ առումով ես հոգյուն եմ տալու, երբ որ ես հիշում եմ իմ դպրոցական տարիները, իսկապես դե տղաներից մի երկու հոգու հետ են կոպիտ վարվել, բայց ֆիզիկական բռնության մասին խոսք չի կարող լինել։ Չնայած մեր, կստացի ֆիզիկայի դասատուն մեկ-մեկը տենց գողական մոմենտներ ուներ, ով որ Պուշկինում է երբևէ սովորել, հասկացավ ում մասին է խոսքը, բայց ես օրինակ հիմա փորձում եմ հիշել ինքը ինչ որ մեր տղերքից մեկին ֆիզիկապես խփած, ինչի անսամտ կատակներ կարող է անել, ասեն կարող է ասել, չես ոտերից նայում, սիրուն են դուրը, ինչ որ այսպես բաներ կարար ասել, դե մեծ կնիկ էր հիմա կարելի էր երևի մի քիչ թափել էր, բայց ինքը ամենատենց կոպիտն ա էլի եղել դասատուների մեջ, բայց ուրիշ չեմ հիշում դեպք աղջիկների հանդեպ, որ առհասարակ մեր մոտ դասարանում էր եղել այտենց բուլինգի դեպք, կստացի դժվար իրանք նայեն, բայց մենք հիմա որ դասարանի reunion-ներին նստում ենք, իրանք երկուսով իրար կողք են նստում, մի աղջիկ ու մի տղա, դա հիմա արդեն մի մայր եւ մի հայր, տարբեր ընտանիքներում, ովքեր որ մեր աչքի առաջ իրար վրա թքել էին եւ ապտակել էին 10-րդ դասարանում, ու են որ բրիկին, ինչպիսի կրքոտ հարաբերություններ, ու չգիտեմ, այդ իմ ուղղակում չի տեղավորվում։ Ես մի քիչ ուրիշ կենսակերպով եմ ապրում, անկեղծ իմ ընտանիքում, մեր ընտանիքում չկա, չի եղել բռնություն ու անգամ ասում եմ քեզ ինձ դեբիլ առաջի ու վերջի անգամ ասել են 2009 թվականի օգոստոսի 30-ին։ Ես սենց եմ մեծացել։
ու անգամ կատակով, անգամ բան այդ ագրեսիայի խոսքերը, բաները շատ անընդունելի են։ Նայ, ուզում եմ վերջացնեմ вообще ինչ հասավ, ոնց ավարտեց դա ամեն ինչը։ Դե գրեցի ես իրան, ասացի չէ՞ արդեն, որ գրեցի իրան, Հա, դու ասել ես, որ նամակ ստացա, է գրել ու հա, ինքը ստացա չէր հիշել։ պատասխան, Հա, ստացա պատասխան, ինքը իբր չէ ինձ տեղը չբերեց, բայց ես ավելին քան վստահ եմ, որ այդ ժամանակ ու իր կարիերայի մեջ թադևոսներ չեն եղել, մեկն է եղել, ու այդ եղել եմ ես։ դա Ես դիսկ ինը արական թե իգական սեռի ներկայացուցիչ էր։ իգական սերի ներկայացուցիչ էր։ Ուժս։ Ու ինքը երեխա ուներ, ուզում որ իմանաս։ Ես այդ իրա 9 տարվա մեջ ապրել եմ Արարատ քաղաքում, ես ուրիշ թադևոց չեմ տեսել, չեմ իմացել։ Այդքան չեմ լսել։ Ես եմ եղել, մեկ է պապիկս ով տարիներ առաջ մահացել էր, վերջ։ Ասում եմ, չհիշեցի քեզ, դպրոցում էլ հարցրեցի, առաջին դպրոցում էլ հարցրի։ Ինքը առաջին դպրոցից են, որ արդեն տարիներ ինտեղ չի աշխատում, քեզ ոչ մեկ չհիշեց։ Այն դեպքում, որ առաջին դպրոցում կան մասնագետներ, կան ուսուցիչներ, որոնց հետ ես միջև հիմա կապի մեջ եմ, որոնց ես ծնունդը միջև հիմա շնորհավորում եմ, գրվում եմ, պատասխանում եմ կոմենտներում, այսինքն կա այդ կապը։ Չհիշեցին քո նման ճղճի մահարացին, որ տղամարդ լիներ, հիմա դու չէիր գրի սրա մասին ինձ։ Ես չգիտեմ ինքը ոնց իմ տղամարդկությունը չափեց, էլի ստերեոտիպներ, առանց որի մենք չենք կարողանում ապրել։ Մի խոսքով ես գրեցի, չեմ ուզում մանրամասնեմ, գրեցի, որ դուք մանկավարժությունից կիլոմետրերով հեռու մարդ եք, այն դեպքում ես որ արդեն ինքս արդեն այդ պրակտիկան ունեմ, փորձ ունեմ, հասկանում եմ вообще մանկավարությունը ինչ է, դուք ընդհանրապես մանկավարության հետ ոչ մի սերտ կապ չունեք, ընդհանրապես։ Մի խոսքով ինչ որ sense վիրավորանքների անցավ, ասացի, գիտեք ինչ, ես իմ հետ դույով մի խոսեք, բնց չդիմացա։ Ես ձեզ հետ խոսում եմ դուքով, չնայած այս ամեն ինչին ես ձեր հանդեպ հարգանքով եմ, խնդրում եմ դուք էլ իմ հետ դույով մի խոսեք։ Լսի, այդ Երկոտար մարդ դուքը չգիտեմ, բայց արդեն նենց զզվելի բան է, որ դու տղամարդ կա, չի է տարածը բան։ Գիտես, անգամ եթե դու ստացում ես, որ դիմացինի տարածը տղամարդ կա, ինչի, դու տենց չգիտեմ, չես ասում, էսի։ Ну գիտես անի, Սիրտս կոտրվեց, թաթ, դու իմ սիրտը կոտրեց։ իրականում իրականում ես գրեցի, ես գիտակցված եմ գրել, ես երկար եմ մտածել սրա մասին միջև գրելը, տարիներով մտած արժի, չարժի, բա որ ասում ես խփնված ով է, հետո հասկացա, որ ինձնից է գնում շատ ժամանակ, ես մտածում եմ ու Այո։ դիսկոմֆորտ է ինձ այդ տալի, ես ասի գրում եմ, как бы I don't care, որտեվ ինքը ինձ ոչ մեկա, թող ինքը մի հատ հասկանա вообще ինչ արե ժամանակին, որտեվ ասենց ես ոնց որ ասենց հիշողության մեջ ասենց մեծ գերանով մխածել եմ պատի մեջ, ասենց չես կարող մոռանաս այդ։ Հետո որ դու արդեն հոգեբանությունից սկսում ես մի քիչ գլուխ հանել, ուսումնասիրել, դու հասկանում ես թե ինչ ըմ, տականք ձևով են քո հետ վարվել, դու ասում ես, չէ, Ահա։ չես կարող էլի սենց թողես։ Ու տենց լիքը դասարանի աղջիկներին էլ ա եղել խփել են, ես ասել եմ, բայց խի եք խփում։ Այն դեպքում, որ այդ աղջիկը ասենք փոքրիկ մոքրիկ առողջական խնդիր ունեցող մարդ է, ով դժվար է քայլում, ասում խի եք խփում էլի։ Խփել Ֆրացել են ո՞րն է, դրա համար։ ո՞րն է Դեսի խփել։ ֆրացել են դրա համար ինձ են խփել, որ ես ինչ-որ մեկին պաշտպանում եմ այդ պահին։ Դե ինձ թվում է տղամարդկությունը սրանով են չափում, ափսոս որ չգիտեր ինքը ոնց են չափում, սրանով են չափում։ Բայց Հետո չգիտեմ։ Սլավեսնի այդ վիրավորանքներին անցնելը, որ իրանք անցնում են վիրավորանքների, կոնկրետի sense ես շատ ժամանակ չէի լսում այդ ամեն ինչը, դասարանից դուրս էի գալի, չէի նայում թողում է, չի թողում ուսուցիչը։ Ես որ ավել պակաս ինչ որ բանից թույլ չտամ, չանցնեմ դուի, որտեղ եղել է դեպքեր, որ ես դասատուին ասել եմ դու։ Ես գիտակցել եմ, որ ես այդ մարդուն չեմ, այդ պահին հարգանքս ուղակի sense իր հանդեպ իջել է, ասել եմ կգնաս քո տղուն կխփես տենց, դու վրա ձեռք չբարձրացնես ընդհանրապես։ Ասել եմ Իմ ես, կարծիքով դաժե դա շատ տղամարդկային առարկա, ինչ էլ ուզում ա եղած լինի, հատկապես publicly, այլ մարդկանց ներկայությամբ, չգիտեմ, էլի խփելը որս է, խփելը որս է, вообще խփելը որս։ ուղղակի հարգելի մանկավարժները, թե իհարկե մեզ նայում են, հասկացեք, որ ձեր ընտանեկան խնդիրները, ձեր անձնական խնդիրները աշակերտների ու նաև աշակերտների ծնողների ոտերին չի։
Ես չգիտեմ դուք ինչ եք անում ձեր ամուսնու հետ, ձեր հարաբերությունները ոնց են, ֆինանսական վիճակը ուր է, առողջականը ուր է։ Մենք բոլորս մարդ ենք հասկանում ենք, բայց դա ձեզ ոչ մի իրավունք չի վերապահում, որ դուք դիմացին, նու աշակերտի վրա ձեռք բարձրացնեք։ Դուք ոչ մեկ եք, որ այդ իրավունքը ձեզ վերապահում է։ Ես հիմա sense ոգևորված խոսում եմ, որտեվ այդ ամեն ինչի մեջով անցել եմ ու տեսել եմ, ը, ու շատ եմ էլի այդ ամեն ինչի տեսել։ Sense մեջ չի եղել, այս տարվա ընթացքում այնպես դեպքեր եմ տեսել դպրոցում, որ սարսափում է ուղակի։ Դուք ոչ մեկ եք, որ այդ մարդուն ինչ որ բան ասեք կամ ը, վիրավորեք։ Դուք ճիշտ ուղու վրա դնելուց բացի ու դաս տալուց բացի, դուք ոչ մի իրավունք չունեք։ Ուրիշ դեր չեք խաղում դուք այդ մարդու կյանքում, ը, չգիտեմ։ Ու էս հասկանում ես, շատ ծնողների կողմից, շատ մանկավարժների կողմից այդ նորմալ է։ Նորմալ չի, ուղղակի Իրանք գլուխ չեն դնի։ լսի, իրանք նորմալ են համարում, որ պետք է մի հատ էլ 10 որ ձենը կտրի հավաքի Արի, հիմնան, ինչ գիտես հայրա։ ինչի, դու այդքան հոգեբանական խելոք գրքեր ես կարդացել։ Այո, Да, աստղա դե։ влюбленные дети недолюбленных родителей, որտեվ իրանց Հա, ոնց են վարվել եւ իրենց են արել, իրենք ուզում ապրես։ են, որ ոնց որ շղթան չեն ուզում իրանց վրա ամփոփվի, իրանք ուզում են շարունակեն առաջ, իրանք ուզում են մյուս սերնդին էլ դնգստեն, ոնց որ բա ես կարացել եմ, դու չես կարացել։ Ես վերջերս նմանատիպ խոսակցություն վերջերս մի քանի ամիս առաջ ունեցա իմ անձնական հարաբերություններում ընտանեկան, ու երբ որ ես ասացի, որ նորմալ չի, որ սենց ա եղել, սենց ա եղել, ինչ-որ մի ընտանիքից էինք խոսում, որ այդ ինչ կինը բռնության է ենթարկվել, ֆիզիկական եւ մտավոր եւ այլն, ու երբ որ ինձ ասեցին, բա ինչ ասեցին, ինչ որ մի բան ասեցին, որը մոտավորապես նման էր նրան, որ իրանք հանդուրժել են, տիպը դու էլ կհանդուրժեիր, ասեցի չէ, ասեցի ես իրանք չեմ ու որ իրանք այդ հանդուրժել են, թեկուզ իմ տատիկին առնչվի, դա իմ Օրիորդի, հա։ մամային առնչվի, ես շատ ափսոսում եմ, բայց ինձ ու իմ երեխուն դա չի առնչվելու։ Ես եմ որոշում կայացնում, իմ կյանքում դա ընդունելի չի։ Չկա տեղ, ոչ մի իրավիճակում, երբեք, երբեք։ Չգիտեմ, մենք պետքա ուղղակի մենք, չգիտեմ, ես ու դու պետքա լինենք այդ շղթան կտրողները, մենք մեր ընտանիքում, մեր շրջապատում։ Այդքան բան կարամ ասեմ։ Ախր մեզնով մենք մենակ մենք քիչ ենք։ Հա, հա, քիչ Էլի անենք, Ա, քիչ բայց է, եթե բայց լինի որ հասկանում եք, բաժակը միջև վերջուր լցված լինի, մի կաթիլով էլ կթափվի։ միանշանակ, բայց այն որ ասում են է, коллективное мышление, Դե հա։ այդ պիտի լինի ընդհանուր, այդ Հա։ ընդհանուր պիտի լինի։ Մենակ մենք մեր շրջապատում կանենք, մենք կանենք այդ, բայց հասկանում ես Հայաստանում ինչքան դպրոցներ ու ինչքան մարդիկ կան, որ այդ շարունակում են Դպրոց մի ու գնա, ընտանիք գնա, տները նայ։ օքեյ, թող լինի ընտանիք, ու հասկանում ես այդ ամեն ինչը, դե մենք խոսում ենք դպրոցական այդ ամեն ինչից, հա, որտեղ Հա, հա, դասատուների, հա, հա։ ես ուզում եմ ասեմ, ու այդ չի վերահսկվում կրթության եւ գիտության նախարարության կողմից։ Չի վերահսկվում։ Նման դեպք եթե լինի, եթե բարձրանաս նույնս Ռուսաստանում, ես այս երկրի սիրողներից չեմ, Թաթ բայց եթե ջան, նման դեպք լինում է, հասկանում ես, ագլասկա են տալիս, թաթ զբաղվում են ջան։ այդ դեպքով։ Մեր մոտ խնդում են, նստում խնդում են, ասում են Ամերիկայում երեխեն կարածնողին դատի տա, որ ծեծել է։ Խնդալու չի, ճիշտ է դա, այո, ճիշտ է դա։ Եթե դուք էլ դատի տայիք ձեր ծնողներին, որ ձեզ չեն ծեծել են, չեն հարգել, չեն, գուցե այդքան ինվեցիլ չմեծանայիք։ Միանշանակ, հա։ Բայց այդ վրեժխնդրությունը մարդկային է, դա բոլորիս մեջ էլ կա են, որ ես դիմացել եմ, դու էլ դիմա։ Այդ լրիվ նորմալ է, հա, собака бывает кусать от жизни собачьей։ Բայց ինչի համար ենք մենք տրամաբանական մարդիկ, ինչի համար ենք մենք բարոյական, ինչի համար ենք մենք կրթվում։ Եթե մեր կրթությունը, եթե մեր կարդացած գրքերը մեր կողքով են անցնելու, եթե մենք չենք հասկանալու, որ իմ ես դայի դասատուն ասել է ապուշ ես դու դեբիլ ես դու ավտոն չես զգում, ես պետք է ամեն ինչ անեմ, որ իմ աղջկան կյանքում դա ոչ մի դասատու չասի, նույնն էլ իմ տղուն։ Բայց այդ մոմենտը կա էլի, որ դե իրանք ոնց են դիմացել, դուք էլ պետք է, չէ, ախպեր, no, չէ, իմ տատիկը հանդուրժել է իմ պապիկի մանգալը, ես չեմ հանդուրժել իմ ամուսնու մանգալը։ Ես հստակ որոշել եմ դա իմ համար։ Օրինակ եմ բերում։
Չէ, այդ ճիշտ ու adekvat մտածելակերպ է իրականում։ Ահա, Ես որտեվ ինչ լրիվ տեսել ես ակտիվ եմ։ սովորել են, թատ, ըստե մի հատ անի աստրոլոգը բարձրանա մի րոպեով, իսկ դիմում են կոնսուլտացիայի մամաներ, ասում են աղջիկս չի կարում ամուսնանա, ասում են խոսում ես երկու բառ, տենում ես իրա, պատմել եմ էլի այս մասին, իր ամուսինը դավաճանում է, անհարգալից վերաբերմունք, կոնկրետ փողը շպրտում է ու գնում է ինքը, բա ոնց ամուսնանա, բա ոնց ամուսնանա, բա ինքը կինոյի մեջ նայել է ուրիշ սերա տեսել, տունը նայում է ուրիշ սերա տեսել, Ուստեր, հա, համաձայն եմ։ Ոայ, Ա, ցանկապես, այսօր շատ դժվար խոսակցություններ մենք ունեցանք, բայց շատ կարևոր եւ պետք էր, թերապևտիկ։ պետք էր, պետք Գիտես, էր, երբ որ ես որովհետև թերապիա սկսեցի, ես նենց բաներ հիշեցի իմ մանկությունից, որ ես չէի հիշելի, ես ուղղակի ուրիշ անգամ հարմար ելնի կպատմեմ, ես չեմ նեղվում, չեմ ամաչում, ես հիշեցի ընտանեկան դեպքեր ու հասկացա ինչի ես ունեմ օրինակ կլաուստրաֆոբիա, ես լրիվ մոռացել եմ, ես շատ պատահաբար թերապիայի ժամանակ հիշեցի իմ մանկությունից դրվագներ, ու դրանք այնքան կարևոր են, ես եկա տուն ու մամայի հետ խոսեցի ու մենք իրար լիքը բաներ ասեցինք ու ես շատ վատ բաներ ասեցի մամային թերապիա։ Ես մտածում էի խնդրեմը вообще իմ ու մամայի հարաբերությունները չի, բայց անակնկալ հենց այդտեղ էր ամեն ինչ։ Ու ես դա լուծեցի ու իմ կյանքում ամեն ինչ փոխվեց դեպի լավը։ Ուղղակի պետքա առերեսվել մեր ֆոբիաների, մեր տրավմաներին, առերեսվել, միջով անցնել ու փակել այդ գեշտալտները։ նու կա այդ ոչը կոչվում է exposure reaction prevention, Ահա, երբ որ դու գնում ես այդ ամեն ինչի մեջ հասկանում եմ, բայց գիտես, մենք ասում ենք պետքա, բայց մեր ազգը անկիրթ է։ համաձայն եմ։ Մեր ազգը Այո, անկիրթ է, ինքը չի այո, հասկանում, որ հոգեբանի հետ հա, աշխատանքը պետք է տեղ ունենա։ հա, հա, հա։ Միջև հիմա ասում են ոնց հոգեբան դու գիժես։ Թատ որտեվ դու բացում ես YouTube-ի վիդեոները նայում ես, որը քանի տեսանելիություն, դու նայում ես որ նորմալ ոդքասթները տրամաբանական լուրջ խոսակցություններով, օրինակ, նույն Parental School Armenian ունի, նույն չեմ ուզում հիմա ուղղակի ուրիշ բաներ ասեմ, որտեվ ես աշխատել եմ այդ մարդկանց հետ, կստացվի գովազդ եմ անում, Parenting School-ի հետ չեմ աշխատել, ուղղակի նայում եմ։ Փոդքասթներ կան, որոնք որ հոգեբանական կոնտենտ են սովորացնում խելացի, դրանք view չունեն։ Գիտես ինչը view ունի կարգին հաղորդումը։ Ես Այո, դեռ չեմ իրար գլխին ձու կարգինի։ ջարդել է, Ինչը։ ու իրար գլխի ձու ջարդել է։ Ասենք այտենց էշությունները, կամ ասենք չեմ իմանում, TikTok-ի հիմիկվա այդ կարևոր մարդիկ, չգիտեմ, ամեն դեպքում մարդը գտնում է իրան։ Ես չեմ ասում, որ 100% հասարակության 85%-ը կիրթ մեռնի, չէ, այն մարդ, բայց գոնե 50-ը, գոնե 50-ը։ Ես չգիտեմ, մեզ ինձ թվում է կոնկրետ հայերիս երևի մի 100-150 տարի էլ պետքա որ վերջնական սերունդը գա ու Վստահ չեմ։ կամաց կամաց փոխվում է, պրոստը մենք անի որ գիտակցում ես այնքան վախենալու է այդ սարսափելի է։ Հա, ոնց քեզ ասեմ, ամ, ազգը սովոր է տենց ապրելուն ու ցանկությունը չկա փոխվելու, հասկանում ես, չեն ուզում ծռվեն։ Ու որ շատ ժամանակ մենք ասում ենք մեր հայ ազգը շատ կեղտոտ ու դեբիլ ազգ է իրականում, ը, ես չեմ ուզում ազգից երեսին ցեղ շպրտեմ, ինձ սխալ չհասկանան մարդիկ, էլի։ Բայց դուք իմ ասածի ես ոնց են ասում, այդ առանցքային պահը հասկացեք, մենք իրականում շատ դեբիլ ազգ ենք։ Տեղ-տեղ մենք շատ դեբիլ ենք։ Մի Պետք չի բան պետք չի գոռալ օտարազգիների մոտ, որ MRT-ի ապարատը հայ է ստեղծել, չգիտեմ, մենք առաջին քրիստոնյա, այն որ սենց շաբլոն դարձած արտահայտություններ, բայց մեր ապրելակերպով, մեր ասածով, մեր խոսացածով մենք ինքան դեբիլ ենք իրականում։ Բոլորս չէ, բայց մի հատ շատերին բան դեբիլ ասեմ ենք։ ամփոփում որպես եթե ինչ որ մեկը ինչ Ահ, պահը կնայի, որ ես էլ դու էլ մտածենք, երբ որ նոր տարուն հնդիկները հրապարակում իրանց անշնորհք էին պահում, վիդեոներ դրեցին, ցույց տվեցին ու ինչ ասես ասեցին, ես շատ քննադատում եմ դա։ Այո, ես քննադատում եմ մեր ոստիկանների անգործությունը, անթասիբությունը, ես քննադատում եմ, բայց ցավոք սրտի այս աչքերը տեսել են եվրոպական երկրներում հայերի պահվածքը։ Ցավոք ըհը, սրտի, այս մարմինը եղել է թմի մեջ մի 10 նմանատիպ մարմինների հետ, ովքեր որ գնացել են ճամփորդելու Եվրոպա, հայկական խումբի իմ ընկերներն են։ Ես տեսել եմ ինչ վայնասուններ են կապել մերոնք։ Իմ ընկերները, հա։ Ընկերը մի քիչ շքեղ ասեցի, դե իրար հետ խմբով ճամփորդում ենք օրինակ նույն Լոնդոնում, նույն Ստոկհոլմում։
Ես եմ որ սենց ասում էի Աստված իմ ես իրանց հետ եմ, ինչ էին անում, ինչ գռեհիկ կատակներ, անշնորհքություններ, կեղտոտ բառեր փողոցում քայլելիս։ Եթե ձեզ թվում ա, որ հնդիկները ինչ անում են հրապարակում կեղտոտ ա, ցավոք սրտի, ես պետք է ընդունեմ, որ ես դրա պես տեսել եմ իմ մարդկանց հետ, ովքեր որ այդ հնդիկների պես անկիրթ Պակիստանի գյուղերից փախած լակոտներ չէին։ Հարուստ ընտանիքների լավագույն համալսարաններում սովորող երեխեք էին։ Այսքան բան։ Այդ հələ Անի ջան, անկիրթ մարդիկ են եղել, հա, փախած քո ասած քեզ ինչ որ տեղերից Հա, եկած մարդիկ են հա, եղել իրանց հա։ տանը, բա այն որ ասում են, չէ, հայ ընտանիքում, հայ, ախպեր, Միշտ էլ տենց ա եղել։ Միշտ էլ 16 տարեկանում հղիացել աբորտը առե ժամը 7-ին տուն եկող պապայի աղբոր աչքի տակ երկար յուբկա հագած աղջիկը։ Միշտ էլ տենց ա եղել։ Միշտ, միշտ։ Այս Ազիզ նոտայի վրա մի հատ իմ ու քո ջղային ահաբեկված շատ դեմքերը։ ազիզ է, շատ, Ոյ, չգիտեմ, թաթ։ Հույս ունեմ, որ իմ ու քո երեխեքը չեն տեսնի, ինչ որ մենք ենք տեսել ու տեսնում։ Մենք զիպ է, որպես նող ամեն ինչ կանենք։ Ասա պոստսկրիպտումը ասա։ մի հատ բան հիշեցի, Ասա։ չեմ ասի ով ա ասել, բայց Ասա։ ա, այդ ով որ ասել է հետևել, ասում է, մեր հայ ազգը է, մեկ լավ հարսանիք հա կարում անի, եթե Մեկ է ուզում ա, թաղում։ մեկ է լավ թաղում, լուրջ եմ ասում, ուտեն խմենք, իվր սենց տեղը տեղին ամեն ինչը, բայց հենց գալիս է այդ մառալնի պահերին, հա, այդ լուրջ, չա, գիժես դու, Հիմա էլի բերանս բացել ես տալիս։ Հարսանիք են գնում, չեն ասում, վայ, ես ինչ լավ աղջկա, լավ տղա է։ Ասում են, ոյ, այսօր գիշերը ինչ են անելու, վայ, գորգը մի հատ պաչի, մի հատ էս արա, մի հատ նույն գրեհիկ կատակները։ Նույն Երևի, գոտկատեղից ներքև 18+ անշնորհք կատակները։ Սխալ եմ ես։ ոչ, Ասա սխալ ես։ հենց կուզեմ այս էպիզոդը մի քիչ շատ մարդ նայի, էլի, մի հատ վերնագրեր լավ դիրանի, դու լով ես, Պրովոկատիվ վերնագիր։ դիր, որ ինչքան եմ շատ մարդ լսի, այդքան լավ, Ոյ, չգիտեմ, թաթ։ Այ, ուրեմն անջատում եմ։ բարևորություն չեմ Անջատում եմ, թե չէ աղթում, սա էլի բաներ եմ խոսալու։ Աստված էլ բեթարից ազատի։ Շնորհակալություն։ հաջողություն լավ մնացեք ժողովուրդ։